Եթե ինչ-որ բան սխալ գնար, մենք կլինեինք շատ ավելի մեղմ քննադատող։ Ամեն ինչ Հայաստանում գնում է սխալ, որովհետև պետական բյուջեն ծախսում է անարդյունավետ, պետական բյուջեով հարցադրում եմ անում, թող հակադարձեն ու պատասխանեն կառավարության անդամները կամ իշխանության ներկայացուցիչները իրենց կառավարման 7 տարիների ժամանակահատվածում բյուջետային ինչ արդյունավետ քաղաքականություն կամ ծախսային քաղաքականություն են իրականացրել, որը հավելյալ արժեք է ստեղծել։ Հակառակը ես ասեմ։ Օրինակ այդ գումարներով ներդրվում անիվ է բացվում, միլիոնավոր դոլարներ են մսվում, հետո փակվում է։ Դրանով լաստանավերի գործարք են կնքում եւ էկոնոմիկայի նախարարն ասում է՝ դե կտեսնեք մենք լաստանավերով ինչ ենք անելու, բնականաբար գնում է պռավալի, փակվում է։ Պետական ավիաընկերություն են հիմնում, հետո միլիոնավոր դոլարներ ծախսում, հետո ասում են դե չստացվեց, ինչ անենք։ Փաստորեն մենք առաջ դասարան 7 տարի մնացել ենք, չենք կարողանում լավ կառավարենք։ 4 նավահանգիստ են ստեղծում, ել չթվարկեմ հանրությանն էլ նաեւ չծանրաբեռնելու համ։ Այսինքն այսպիսի անարդյունավետ կառավարման պայմաններում փողը բառից բուն իմաստով փոշիացվում է, դրանից հետո պետք է հարկերը բարձրացնել, որպեսզի փոշիացված փողերի տոկոսները կարողանան սպասարկել։